Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես թեմայից չէի շեղվի, բայց քանի որ զեկուցողի խմբակցության անդամները շեղվեցինք օգտվեմ առիթից եւ ուղղակի քանի որ իմ հասցեին ելույթ հնչեց պարոն Դանիելյանի կողմից կուզեմ անդրադառնալ կապված թե որտեղ էի ես ուզում տեղեկացնել որ 44-օրյա պատերազմի ժամանակ այն ժամանակ ես նույնպես հավաքանու անդամ էի Երևան քաղաքի եւ մեր խմբակցության քննարկում եղավ եւ որոշում կայացրեց որ այն անդամները ովքեր ունեն փորձառություն իրենք մեկնեցին դիրքեր մասնավորապես եթե չեմ սխալվում 4 թե 5 հոգի մեր խմբակցության անդամներից մեկնել են դիրքեր 5 հոգի շնորհակալություն պարոն Թոխյան իսկ մյուսները մնացել են եւ իրենց լիազորություններն են շարունակել եւ որովհետեւ չէր կարող Երևան քաղաքի կյանքը մայրաքաղաքի կյանքը կանգնել որովհետեւ շատ կարեւոր էր քաղաքի բնականon գործունեությունը եւ մասնավորապես այդ օրերին Երևանի ավականին նիստ է գումարել եւ 100 միլիոն դրամի աջակցություն է ուղարկել Ղարաբաղ, եթե չեմ սխալվում, հետո եւս 100 միլիոն ուղարկեցինք, այսինքն ընդհանուր առմամբ 200 միլիոն։ Ինչպես ընդհանուր առում 200 միլիոն դրամ աջակցություն ենք ուղղել, այսինքն մենք մեր լիազորություններն ենք անում եւ մեզնից կախված ամեն ինչ արել ենք դրա համար։ Եվ որևէ այլ եւ երբ որ դուք ասում եք ես ազգային ժողով էի գնացել նոյեմբերի 9-ի գիշերը, որովհետեւ դեմ էի իշխանություններին, դեմ էի գնայիք ազատության հրապարակ, գնայիք հանրապետության հրապարակ լռեք, գնայիք հանրապետության հրապարակ, ազգային ժողովի շենք մտել, ինչ էիք անում։ Այսինքն դուք ընդունում եք, որ դուք ըստ էության ապօրինություն եք գործել եւ չհասկացա ինչու ձեր տղայի մասին խոսեցիք, ես ձեր մասին եմ խոսում եւ առհասարակ ես կարծում եմ, որ ավականու անդամները մեկը մյուսի ընտանիքի անդամից չպետք է խոսի, ես ձեր ընտանիքի որևէ անդամից չի խոսել։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար